ինչպես էր առհասարակ ծառայողական մեքենան հայտնվել իր մոտ։ Դրանք չի ջան, մեքենան գտնվել է մեր բակում, վարորդը իր անձնական գործով չի եկել, այսինքն գործի չի եկել, անձնական գործով էր, մեքենան մեր բակում ա եղել, երեխան մեր բացակայությունից օգտվելով իմ 3 օրքուրի աղջկան ուզեցել է հասցնել Հաստանովքեն Երևան գնացող և այդտեղ ճանապարհին այդ ձեռքը պատահել է։ Այսինքն դուք տեղյակ չեք եղել, որ ինքը մեքենան վերցրել է։ Եթե տեղյակ եղնեի, ես չէի թողել։ Հիմա այսպես իրավապաշտպանները խոսում են, որ այստեղ նաև ձեր մեղավորությունը ինչ-որ տեղ կա եւ ասում են սովորաբար նորմալ քաղաքակիրթ երկրներում հրաժարականն է հաջորդում։ Դուք մտածում եք այդ ուղղությամբ։ Եթե գիտեք ինչ կա, ամենքից հետ էլ այդպիսի դեպք ոչ մեկը ապահովագրված չի, դուք էլ ապահովագրված չեք այդ դեպքերով։ Այդ քաղաքակրթությունը չեն անում, ինչ է ասում, բայց ամեն մեկն էլ իր մեղքի բաժին ունի։ Եթե ոչ մեկս ապահովագրված չի, ցավում եմ եղածի համար, բնականաբար այդտենց է, բայց ցավակցում եմ այդ ընտանիքի անդամներին, բայց իրանց հարազատներին, բայց եղածը արդեն փորձանք է բոլորիս էլ ապահովագրված չենք այդ փորձանք։ Այսինքն դուք հիմա չեք մտածում։ Իմ տղան գնացել է եւ ներկայացել է, որ ինքն է առաջի օրվանից։ Հիմա քննչական մարմնում եք ասացիք, ինչ-որ գործողություններ արդեն տեղի ունեցան, որոշվել է արդեն, թե ինչպիսին պետք է լինի խափանման միջոցը։ Խափանման միջոցը դուք հարցրեք, ստորագրության բաց են թողնված։ Երեխան մինչև քննությունը ավարտել, փորձաքննության են ենթարկում։ Բարի, իսկ դուք հանդիպել եք դժոխք կողմին, արդեն ինչ-որ զրույցեր միջև կայացել է։ Գիտեք ինչ կա, եմ նշում բոլորիս հետ նույն փորձանքը կարապատայի ասան, բայց ես չեմ հանդիպել, ես եղել եմ հիվանդանոցում առաջի րոպեից, հիվանդանոցում ենք մենք դժոխից երեխաների հետ հանդիպել, դեռ չեր մարմնոց այդ դժոխը, դեռ ենք հանդիպել, աշխատել ենք օգտակար լինի, ինչքան կարողացել ենք դժոխին, բայց վատ ստացվեց։ Կներեք, եւ վերջին հարցս, եթե կարելի է, հանրապետական կուսակցությունում այս հարցը քննարկվել է, դուք հանդիպել եք ձեր թիմակիցների հետ այս հարցի շուրջ։ Ոչ։ Իսկ դուք խիեք մարդու դժբախտությունների վրա քաղաքականացում, ես զարմանում եմ այդ ձեր հարցերին։ Ախր դուք փոխանակ հիմա մի ուրիշ հարցեր տաք, քաղաքականացնում եք, չի կարելի դենց։ Այսինքն դուք ուրախանում եք մարդու դժբախտությունները։ Դուք էլ ապահովագրված չեք այդ։ Իհարկե ոչ ոք, պարզապես բայց դուք եք դենց հարցեր տալիս, եք քաղաքականացնում։ Մենք էլ ենք, չէ՞, բախկանացում։ Հիմա իմ երեխանը ծառայողական մեքենայով է եղել, պարոն Դանելյան, դրա համար եմ նման հարցեր առաջանում եւ քաղաքապետ եք դուք, դրա համար հասկանալի է։ Ծառայողական մեքենա հիմա անչափահաս երեխա է, հիմա անչափահաս երեխա է օգտվել է մեր բացակայությունից, այդ դեպքը կատարվել է, հիմա քննություն է գնում։ Նորմալ հարցեր տվեք, պատահ մարդ գնանք կարող ելնենք, քայլենք, գնանք մեռնենք, այդպես չի կարելի։ Բայց դու երեխայի բանով եք եցում, հիմա այդ երեխան ես ինչի մեջ է, եւ եմ ասում, ցավում եմ, եղած եղերը արդեն մարդկանց ցավում եմ այդ դժոխի հարազատներին, բայց չի կարելի քաղաքականացնել է։ Հանրապետական կուսակցությունը իմ անձնական բան հետ չի կապում։ Ոչ մի քննարկում չի եղել։